Ես խոսալու եմ աղոթքի մասին, բայց աղոթքի մասին, գիտեք, այդքան շատ բան էլ չկա խոսալու, որովհետև աղոթքը դա գործողություն է, պիտի աղոթես, ոչ թե խոսաս, այլ պիտի աղոթես, աղոթքը դա զրույց է Աստծո հետ։ Ես ուզում եմ միտեղ բացենք իրար հետ Աստվածաշնչից, Մատթեոս 25-րդ գլուխը, 10 կույսերի մասին եմ այսօր խոսալու, առաջի խոսքից ուզում եմ կարդամ։ Այն ժամանակ կնմանվի երկնքի արքայությունը 10 կույսերի, որ իրենց լապտերները վեր առան և դուրս եկան Փեսային դիմավորելու։ Նրանցից 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար։ Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ վեր չառան իրանց հետ։ Սակայն իմաստուններն իրանց ամաններում ձեթ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ, և երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցին և քնեցին։ Շարունակությունը հետո կկարդամ։ Սա կույսերի մասին է, 10 կույսերի մասին է, բայց սա ես վերագրում եմ, սա եկեղեցու մասին է։ Սա եկեղեցու ամեն մի անդամի մասին է։ Սա եկեղեցին, ասեց 5-ը իմաստուն են, 5-ը հիմար էին։ 5-ը ինչու էին իմաստուն, որովհետև իրենց հետ յուղ վերցրեցին, բայց 5-ը հիմար էին, որովհետև յուղ չվերցրեցին։ Ես այս յուղը ուզում եմ նմանեցնեմ, ուզում եմ այս յուղը բերեմ նրան, որ այս յուղը լինի մեր աղոթքը, ու տենց էլ կա, մենք ինչքան աղոթում ենք Աստծո հետ, այնքան օծվում ենք, այնքան Աստծո հետ մեկանում ենք, նայեք, ասում են 5-ը իմաստուն էին, 5-ը հիմար էին, այսօր դա եկեղեցուն է վերաբերվում, մեզանից ոմանք իմաստուն են, կներեք Աստվածաշունչն ասում ոմանք հիմար են, ես չգիտեմ ով է հիմար, դա Աստծո աշկին կերևա ու կերևան ժամանակ, երբ որ Տերը գա, ասում է Տերը պիտի գար իր հարսին դիմավորելու, մենք հարս եկեղեցին ենք, ամեն, Տերը գալու է, որ մեզ տանի, ժողովուրդ, Տերը գալու է, որ պիտի հարսանիք լինի, Տերը մեզի պիտի վերցնի ու տանի, բայց այդ հարսանիքի ժամանակ, այդ հարսի մեջ կան իմաստուններ և հիմարներ, բաժանում է երկու մասի, իմաստունները նրանք են, ով որ իրենց հետ յուղ ունեն, ես այս յուղը նմանեցնում եմ նրան, ով մնում է աղոթքի մեջ, ով աղոթքի խոսքի մեջ է, Աստվածաշնչի հետ է, ու երբ որ ինքը այս հնարավորությունը իր ձեռից բաց չի թողում, և այդ աղոթքով իր յուղը լեցնում է, ինքը մեկանում է Աստծո հետ, ձուլվում է Աստծո հետ, աղոթքը դա մի միջոց է, որ մենք կարողանում ենք Աստծո հետ հարաբերություն ունենանք, ուրիշ միջոց չկա Աստծո հետ հարաբերություն ունենալու, գիտեք, ասում եմ մտիր քո սենյակը և Աստծո հետ մեկացիր, մենք պիտի ունենանք այդ մեկության ժամանակը Աստծո հետ, աղոթքը ես ես նմանեցնում եմ նրան, որ մենք երբ որ աղոթում ենք, մենք յուղ ենք հավաքում, որովհետև գալու է ժամանակներ, որ մենք դժվարությունների միջով ենք անցնելու, իրավիճակների միջով ենք անցնելու, այդ աղոթքն է, որ մեզ պահելու է, որովհետև ասում է արթուն եղեք, աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնենք, բայց թեկուզ եթե փորձության մեջ էլ ընկնենք, աղոթքը մեզ կարա պահի այդ փորձության ժամանակ, մեր հույսը մեր աղոթքի վրա չի, մեր հույսը Աստծո վրա է, բայց քանի որ մեր հարաբերությունները Աստծո հետ մեկացած է այդ ժամանակ, Աստված ինքը պահում է այդ աղոթքի միջոցով, մենք կամ հեռվանում ենք Աստծուց, կամ մոտիկանում ենք, ձուլվում ենք Աստծո, քրիստոնյաները, որ մի ժամանակ եկեղեցում էին, հիմա եկեղեցում չեն, դա նրանից է, որ ինձ յուղը պակասել է, կամաց գնալով պակասել է, ու իրանք այդ յուղը չեն լրացրել, իրանք չեն աղոթել, գիտեք, աղոթքը ես հենց դրան եմ նմանես, որ աղոթքը դա մեր յուղն է, մենք պիտի միշտ մնանք յուղի մեջ, գիտեք, բաներ կա, ավտոմեքենայի մոտորը աշխատում է յուղով, եթե յուղ չլինի նրա մեջ, ինքը մի օր խփելու է, մի օր գնալու ես ճանապարհին ու հայտնաբերես, որ դու քո ավտոյի մոտորը խփել է ու դու ճանապարհին կանգնել ես անօգնական, ինչի համար, որովհետև ժամանակին քո մոտորը չես յուղել, ես նմանեցնում եմ մեր մոտորը հենց այդ աղոթքին, երբ որ մենք Աստծո հետ մեկանում ենք աղոթքի միջոցով, մեր ներսը նորոգվում է, մեր ներսը յուղվում է, մեր ներսը օծվում է, ու մենք կարողանում ենք շարունակել։ Հիմա ոմանք, որոնք եկեղեցում չեն, այդ յուղի պակասն է։
որ յուղը պակասել է, աղոթքը իրանց կյանքում պակասել է, ու մի օր իրանց հայտնաբերել են դրսում։ Ես այսօր քեզ հորդորում եմ, որ այդ աղոթքը նորոգես Աստծո հետ, որ քո մատորը առանց աղոթք չաշխատի։ Ինքը մեկ է գալու է մի ժամանակ այդ մատորը խփելու է, եթե աղոթքի մեջ չլինես։ Եթե Աստծո ժողովրդի հետ չլինես, Աստծո Աստվածաշունչը չսերտես։ Մենք քրիստոնյաներս պիտի ամեն ժամանակ մնանք աղոթքի մեջ։ Մենք ինչի համար ենք հորդորում, որ մարդիկ գան աղոթքի։ Հորդորում ենք նրա համար, որ մարդիկ մնան Աստծո մեջ, մարդիկ օծվեն Աստծո մեջ, յուղվեն Աստծո մեջ։ Այդ ժամանակա գալի Աստծո այդ մեկությունը, հարաբերությունը, օրհնությունը, չգիտեմ, խնդիրների լուծումը, ամեն բան գալիս է Աստծո հետ հաղորդակցվելու աղոթքի միջոցով։ Այսօր մեզ Տերը հնարավորություն է տվել, որ հավաքենք այդ յուղը, որպեսզի երբ որ Տերը գա, թվա թե մեզ Տերը ուշացել է, մենք քնենք, բայց երբ որ Տերը մեզ զարթնացնի, մեր ներսում յուղ լինի, ներսում այն անուշահոտ յուղը լինի, որ կարողանանք Տիրոջը դիմավորել։ Որ Տերը գալու է հարս եկեղեցու հետևից, անհատական իմ հետևից ու քո հետևից չի գալու, հարս եկեղեցու հետևից է գալու։ Այո, անհատները կազմում են այդ եկեղեցին, բայց ինքը գալու է իր հարսի հետևից։ Ես ուզում, չգիտենք մենք Տերը երբ է գալու, կարող է դու ասես աշակերտների ժամանակից ասում էին Տիրոջ գալը մոտ է, իմ մոտ էլ այդ տպավորությունը եղել, որ դե մինչև այն ժամանակ ասում էին Տիրոջ գալը մոտ է, մինչև հիմա չի եկե, էլի կարող է չգա, չէ։ Տերը գալու է այն ժամանակ, երբ որ դու իրան չսպասես։ Բայց երբ որ դու աղոթքի մեջ լինես, ես հավատում եմ, որ Տերը քեզ կհայտնի իր գալը։ Դեք մարդիկ ասում են 30 թվին է գալու, չգիտեմ երբ է գալու, չէ։ Մենք պիտի ամեն օր սպասենք Տիրոջ գալուն։ Մենք պիտի պատրաստ լինենք աղոթքի միջոցով։ Դրա համար եկեղեցին ժամեր ունի դրված եկեղեցում մեկտեղ հավաքվելու իրար հետ աղոթելու։ Եթե դու չես գալիս այդ աղոթքներին, դու պիտի մի հատ քո մեջ քննես։ Դու իմաստուն ես, թե հիմար ես։ Դու կարող ասես, ես իմ տանն եմ աղոթում, Տերն ասեց մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Միաբանության մեջ ուժ կա, զորություն կա։ Երբ որ դու խնդիր ունես, եկեղեցին կարա այդ խնդրի համար աղոթի, աղոթքախումբը կարա այդ խնդրի համար աղոթի եւ այդ հարցը լուծվի։ Մենակ կարողա չստացվի, բայց եկեղեցին, աղոթքախումբը դա միջոց է, որ կարա քո խնդրի պատասխանը տա։ Ամեն։ Դրա համար մենք հորդորում ենք միշտ քաջալերում ենք, որ աղոթքների մասնակցեք։ Աղոթքները ձեզ համար է։ Մենք դա անհատական է։ Դրա համար մենք չենք կարող ոչ մեկին ոչ մի բան զորով բերենք աղոթքի։ Չէ, զորով ոչինչ չի լինում։ Բայց ես չեմ ուզում նաև լինի այնպես, որ կամաց գնալով հայտնաբերես, որ դու եկեղեցուց դուրս մնացիր։ Ոչ մեկս չենք կարող գլուխ գովանք ասենք, չէ, ես հաստատ կանգնած եմ, ես չեմ ընկնի, ոչ։ Իսկ դման շատերը եղել են եկեղեցում, բայց այսօր եղել է, որ հիմա իրանք աշխարհի մեջ է։ Որովհետև պակասել է այդ աղոթքի կյանքը, պակասել է եկեղեցում, եկեղեցի հաճախելը, Աստծո ժողովրդի հետ շփվելը։ Դա համար այսօր ուզում եմ քեզ քաջալերել եւ ասել, որ դու Աստծո զավակ ես, դու մի տեղում ես, որտեղ ժամանակն է հավաքելու այդ յուղը, ժամանակն է ավելի զորանալու, ավելի քաջալերվելու եւ մնալու Տիրոջ տան մեջ։ Ասում եմ, եւ երբ որ Փեսան ուշացավ, ամենքը թմրեցին եւ քնեցին։ Եվ կես գիշերին աղաղակ եղավ, ահա Փեսան գալիս է, դուրս եկեք նրան դիմավորելու։ Այն ժամանակ ամեն կույսերը վեր կացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։ Բայց հիմարներն ասացին իմաստուններին. տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետև մեր լապտերները հանգչում են։ Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասացին. միգուցե մեզ ու ձեզ բավական չլինի, բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ եւ գնացեք ձեզ համար։ Նայ, իրանք ուզեցան յուղ ումից իմաստուններից, բայց իմաստուններն ասացին մեզանից կարող է մեզ ու ձեզ չբավարարվի, բավականացվի, ավելի լավ է գնացեք եւ ծախողներից առեք։ Նայեք, հիմա ժամանակն է, որպեսզի լցվենք։ Այն ժամանակ հետո որ ծնկի գանք, աղոթենք, չգիտեմ, զղջանք,
արդեն ուշ է լինելու։ Եվ երբ որ նրանք գնացին, Փեսան եկավ եւ պատրաստները նրա հետ հարսանիքի մտան եւ դուռը հակվեց։ Եւ հետո այն մյուս կույսերն էլ եկան եւ ասացին. Տեր, Տեր, բաց մեզ։ Նա էլ պատասխանեց եւ ասաց. Ճշմարիտ, նա էլ պատասխանեց եւ ճշմարիտ ասում եմ ձեզ, ես չեմ ճանաչում։ Քան դաժանա, չէ, երբ որ դու եկեղեցու մեջ ես, ու երբ որ մի օր հայտնաբերես, որ Տեր ասի ես ինչի համար մեր ծուլության համար, որ մենք ծուլությանք, այնքան ծուլացանք, որ ժամանակի յուղ չհավաքեցինք, մեր ամաններում, մեր ներսը, ու Տերը մեզ ասի, ես ձեզ չեմ ճանաչում։ Քրիստոնյայի համար ամենադաժան, ամենավատ, ամենաչգիտեմ բանը նա է, երբ որ կանգնես Տիրոջ առաջ Տերը ասի ես։ Այդ ժամանակ մենք մեզի կհայտնաբերենք խաբված, բայց արդեն ուշ է լինելու։ Դրա համար սիրելիներս, այսօր ժամանակն է, որ մենք ժամանակ չկորցնենք։ Հնարավորությունը կա նորից հավաքվելու մեկտեղ իրար հետ աղոթելու ու երկրպագելու ասուն։ Եկեք այս հնարավորությունը ձեռներիցս բաց չթողենք։ Եկեք միանանք այն խմբին, որ կա աղոթքախումբը եկեղեցում, գանք եւ Տիրոջը իրար հետ երկրպագենք։ Ամեն։